Լույս Արաուտին շարունակում է շնորհակալություն, որ մեզ հետ եք, եւ այսպես հունիսի 2-ին Հայաստանի Թեքեան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Նախիջևանի հայկական, նյութական եւ հոգեվոր մշակույթի պատմական ժառանգությունը եռալեզու գրքի շնորհանդեսը։ Նոր գրքի, ինչպես նաեւ 400-ի հասնող գրքերի ու աշխատությունների մասին ենք խոսելու մեր հյուրի հետ, իսկ մեր հյուրն է պատմաբան, մատենագետ, հայագետ, նախիջևանագետ, լրագրող, մշակութաբան, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Արգամ Այվազյանը։ Պարոն Այվազյան, բարի լույս, բարի։ Շնորհակալ ենք, որ ժամանակ եք գտել եկել եք մեր մոտ։ Դուք այն մարդն եք, ով անձամբ շրջել է Նախիջևանի ամբողջ տարածքով, չափագրել ու լուսանկարել է հազարավոր հայկական հուշարձաններ, եկեղեցիներ, խաչքարեր, միայն այդ զգացողությունն արդեն մեծ է եւ գիտեք, ես կուզեի արդյոք հնարավոր է առանձնացնել մի բան, որը որ այսպես ձեր մեջ տպավորված է ու ցանկացած մարդու ով ընդհանրապես ձեզ հետ ծանոթ է եւ առաջին անգամ է ձեզ հետ շփվում Նախիջևանի վերաբերյալ այդ արժեքների վերաբերյալ միանգամից ձեր մտքին է գալիս։ Գիտեք ինչ, անցած տասնամյակներում բազմաթիվ հարցազրույցներում գրեթե այսպեսի հարցադրում միշտ եղել է, ինչպես պատահեց, ինչպես ինչ դժվարություններ կային։ Պետք է ասել Նախիջևանի տարածքը խորհրդային տարիներին փակ գոտի էր։ Մասնավորապես հայերի կամ Հայաստանի գիտական շրջանակների համար Ադրբեջանը հասավ նրան, որ սահմանամերձ, ասենք, բնակավայրեր, ինչպես նաև Հայաստանում գոյություն ունի, ասենք, որոշ սահմանափակումներ կային ելք ու մուտքը։ Իսկ Ադրբեջանը նրան հասավ, որ ողջ խորհրդային միության մեջ միակ ինքնավար հանրապետություն էր, որ ողջ տարածքը այդպես ասած սահմանային գոտիեր հռչակվել եւ ցանկացած տարածք այդտեղ մեկնելու համար պետք է հատուկ թույլտվություն ունենային։ Մոտավորապես այսօրվա լեզվով եթե ասեմ, վիզային համակարգ պետք է լիներ, այնտեղից պետք է լիներ հրավեր, մեր ներքին գործերի բաժինները իրենց հերթին են ստուգում այդ անձի ինքնությունը, հետո ազգային process է։ Այո, դրանից բացի ազգային անվտանգության ծառայությունը, եթե մարդը ինչ-որ տեղ սխալմունք է եղել այս ուղղությունները, ուրեմն մերժում են, նա չէ կարող գնալ։ Բարեբախտություն պետք է ասել, որ իմ դեռևս 6-րդ դասարանից ես զբաղվում էի լրագրությամբ, դպրոցական տարիքից թղթակցում էի Բաքվի հայերեն կոմունիստ թերթին, Ադրբեջանի ռադիոյին, հայկական բաժնի, Նախիջևանի եւ այլն։ Բայց բարեբախտություն պետք է ասեմ, այն տարիներին դա չէի մտածում այսպես, Երևանի պետական համալսարանում քննություններ անցնելու ժամանակ չկարողացա ընդունել ժուրնալիստիկայի բաժին, որտեղ դպրոցում օտար լեզու չէինք անցել, քննությունը բնականաբար ես չկարողացա հանձնել, 2-5-1-4 էի ստացել, օտար լեզու չէինք անցել, մի 3 խնդրեցի այդ գերմաներենի դասախոսու հանձնաժողովին, ինչ խնդրեցի, չնշանակեցի։ Նշանակին ընդունում էր, այն ժամանակ այդպես բավականի կոնկուրսային վիճակ էր, մեկ տեղի համար 3-4 նույնիսկ ամեն տարի լինում էր։ Այդպես մնաց, հաջորդ տարի փաստորեն աշխատում էի ակադեմիայի տպարանում եւ ակադեմիական ամսագրերը բոլորը այդ տպարանում էին տպագրում Էմանուել Պիվազյանի եւ Ժանկա Հիշադակ պատասխանատու քարտուղարներ ամսագրի հարցերով հաճախակ էր գալիս տպարան եւ մեր գրաշարները մի օր այսպես ասեմ կալմեջ արեցին թե ինքեր Պիվազյան այս երիտասարդը Նախիջևանից է ուզում է չի ստացվել ընդունել գոնե մի դասախոսուհի գտեք երաշխավոր եք իր մոտ պարապի հաջորդ տարի ընդունում Եվ մի շաբաթ հետո եկավ հեռախոսաթիվ տվեց, հասցե տվեց եւ գնացի, կարծում եմ ցած աջափնյակի շրջանում այդ տարածքում էր։ Ստեղում եմ դրան կոճակը բացում են նույն դասախոսուի դեմ արդեն այսպես կանգնում ենք։ Ես էլ զարմացած ինքն եմ։ Ներս հրավերում ասում եմ, ես ոնց սխալ արեցի։ Մի 3 ինչ չնշանակեցի։ Քեզնից հետո ասում եմ Քանի 3-ներ, 4-եր, 5-եր եմ դարձրել, չգիտեմ, ես եմ արել են եւ մտքումս միշտ հիշում էի, թե ես ինչ վատ բան արեցի։ Բարեբախտաբար նա հիմա ժամանակ իհարկե վատ է տրամադրված, բայց բարեբախտաբար դա երևի ճակատագրական եղավ, ես
չընդունվեցի համալսարանի այդ բաժին եթե ընդունում մի քիչ լավ լրագրող, մի քիչ վատ լրագրող կլինեի, այդպես այդ գործով չէի զբաղվել։ Հետագայում իհարկե բարձրագույն ավարտեցի, բայց այդ դիպլոմը ինձ գրեթե ոչ միտեղ պետք չի եկել ցուցադրելու համար, որովհետև ինքնուրույն մեկ անգամ եթե հիշեք երիտասարդը երեք չեք հիշի, մետրո երիտասարդականի տեղը այդ այգում ռեստորան կար, Լորի, երկհարկանի ռեստորաններ, պես բաղեղապատ, տղաներով, համալսարանի տղաներով միասին նստած այնտեղ գինի էինք վայելում, չգիտեմ, եւ հանկարծ տղաներից մեկն ասել լավ, հեսա մենք վաղը միսուր ավարտենք, ժուրնալիստ պետք է դառնանք, եթե ասեն դուք ձեր շրջանի, ձեր գյուղի նշանով մարդկանց մասին հոդված գրեք, ինչ կգրեիք։ Մի 4-5 հոգ ենք։ Ես հերթինիզները հասնում ես բան չգիտեք, ընդամենը Մանուկ Աբեղյան, Գարեգին Նժդե, դες կմկմալով ասացի տղաներն ավելացրեցին, Արամ Խաչատրյան, չգիտեմ, եւ այլ։ Այսինքն ես զարմացա, որ այդ տարածքի մասին ես ինքս չգիտեմ։ Եվ դա ըստ երևույթին պատճառ դարձավ, այդ օրը ես տուն չգնացին, նորագավիթ պետք է գնայի, մի քիչ գինով ցած, մի այսպես ասած խուրձել թերթեր, այն ժամանակ թերթերը շատ էժան էին, գնում էինք, ձերքից բարձացա քայլելով ինձ ծանոթ փողոցներով հաղթանակի զբոսայգի գիշերեցի այդտեղ թերթերը փռեցի երկուսներ վրաց եւ դա դարձավ ճակատագրական, ես սրա մասին ինչ ասում եմ գրված է հրատարակել եմ եւ հաջորդ օրը իմ համալսարանը դարձավ ազգային գրադարանը եւ մատենադարանը։ Մոտավորապես տարուկես, մեկ տարուց ավելի ժամանակի շրջան ողջ հայագիտական գրականությունը, հայերեն, ռուսերեն, նաև ադրբեջաներեն բաժին կար, այդպես տակնուրա արեց, ոչ միայն Նախիջևանի մասին, առհասարակ հայագիտական ոչ գիտությունը։ Ու դրանից հետո արդեն 65 թվականին հիշում եմ առաջ անգամ, որ գնացի Նախիջևան, մեր հայերենի գյուղից մոտիկ մի 7 կիլոմետր հեռավորության վրա, նոր գյուղը կար, Մատ ֆոտոապարատ էի գնել, Սմենա, շատ էժանագին ապարատ էր, ռուսից գցած, բայց մի քիչ հապարտացած, լուսանկարում էի, եկեղեցին եւ այլ, մի քանի օր առաջ այդ գյուղում ադրբեջանցիներ էին ապրում, հայերը արդեն տեղափոխվել են, մի քանի ընտանիքներ էին մնում, միլիցիոներներ էին եկել, իսկ ու անմիջապես տեղակ պահեցին, եկան ձերբակալեցին, բերեցին շրջան Միլպետի մոտ սպասում ենք աշխատասենյակում, դուրս եկավ Միլպետը իր հագուստով եւ մի քաղաքացիական հագուստով բարձրահասակ տղամարդ եւ նայելով ինձ ուղեկցած միլիցիոներին, ասում է այդ տղան ինչ է գողություն արել, որ բերել եք, որտեղ է գողություն արել։ Դե ասեց ընկեր Ալիև, գողություն չարել, Նորսում եկեղեցիներ նկարում։ Հա, դե ասեց դուրս եկեք։ Դա փաստորեն Հեյդար Ալիևն էր, Նախիջևանի ազգային անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալը։ Եվ հագին զրույցից հետո նկարած լուսանկարները, ժապավենը պատրեցին, վերցրեց, կցրեց եւ այլն, ասեց այստեղ ոչ հայեր կան, ոչ հայկական որևիցե բան կա, սա առաջ անգամ ակեզներում ենք, բայց գնա հարցնում էր ով է ուղարկել քեզ, որ նկարես եւ այլն, բազմաթիվ այդպիսի բաներ, ես հասկացա դրանից հետո որ շատ դժվար է լինում, իրոք շատ մեծ դժվարությունների հետ է կապված եղել, եթե ժամերով ես պատմեմ դեպքերը շատ երկար ժամանակ կտևի, բայց ես մի ծավալուն հատոր ունեմ Նախիջևան հետազոտման ուղեգրություններ, որտեղ նաև բազմաթիվ այդպիսի ձերբակալություններ, դժվարություններ նկարագրված են։ Սա առիթ եղավ եւ երկրորդ դժվարությունները, որ ասեմ, Հայաստանում Նախիջևանի մասին որևիցե բան հրատարակելը անհնար էր։ Հոդվածների ձևով, որ տանում էի, ասենք, խմբագրությունները, ընդունում էին, հոդվածները մի շաբաթ 10 օր հետո գնում է, եթե գիտեք, հետ են տալիս, չեն կարող հրատարակել, Մոսկվան չի թույլատրում եւ այլ։ Եվ այդպես այդ դժվարություններն էլ Հայաստանում բարեբախտաբար այդպես կոտրվեցին, օրինակ Հայաստանի բնություն ամսագրում
բնության հետ կապվելով ես հոդվածները հրատարակում Նախիջևանյան հուշարձանները եւ բնությունը, որովհետեւ զուտ հուշարձանները չլինեն, խմբագրության էլ չմեղադրեն։ Կա եւ այդ տիպի բաներ եւ այլն։ Անցավ եւ առաջի գիրքը լույս տեսավ փաստորեն մեծ դժվարություններ 78 թվականին եթե ամեն մեկի մասին պատմեմ երկար կտրվի 81-ին ռուսերեն եւ այլն այդ ոնց որ ասում այդ ստարուսը կոտրվեց որովհետեւ հասկացանք որ Հայաստանի պատկան կազմակերպություններ պատկան մարդկանց մեջ է այդ վախը նստած որովհետեւ Մոսկվան այդ իր հանձնարարականները տալիս էր եւ Ադրբեջանին եւ Վրաստանին եւ Հայաստանին Հայաստանը ոնց ասեմ սրբորեն կարելի է ասել կատարում էր ոչ մի շերան, բայց Ադրբեջանը հակառակը, ճիշտ հակառակը, հրատարակում էր ինչ որ ուզում էր։ Հակահայկական, հակագիտական եւ այլն։ Ու այսպես ծնվեց հոդվածները, գրքերը եւ այլն։ Այդ գիրքը որ դուք նշեցիք, սա առանցին գրքերով հրատարակված 73-րդ առանցին հրատարակված գիրքն է։ Պարոն Այվազյան, այսօր երբ Նախիջևանի տարածքում հայկական հուշարձանները, խաչքարերն ու եկեղեցիները ֆիզիկապես գրեթե ջնջված են, ձեր հեղինակած գրքերը դառնում են միակ անհերքելի վավերագրերը, կարող ենք այսպես ասել։ Այս նոր գիրքը յուրօրինակ անձնագիր է, որն աշխարհին ապացուցում է մեր պատմական ներկայությունը։ Կարող ենք այդպես բնութագրել։ Հա, ասեմ ոչ միայն այդ գիրքը, որովհետև այդ 73 գրքերից գրեթե 61-ը միայն Նախիջևանին է վերաբերում։ Հայագիտական գրեթե բոլոր բնակավարները ուսումնասիրված են բարեբախտաբար։ Այն 10 հատորը, 11 հատորը դարձել հայկական արվեստի մշակույթին վերաբերում Նախիջևանի հետ առնչություն չունեն։ Այո, եթե ոչ թե գրեթե ավերված են, այլ ամբողջովին ոչ մի հատիկ Նախիջևանի տարածքում հայկական հուշարձանների հետ չգտնի, մոտավորապես 28000-ի հասնող մեծ ու փոքր հուշարձաններ, վանքեր, եկեղեցիներ, չգիտեմ, գրեզմանատներ, խաչքարեր եւ այլն։ Բոլորը ավերել են 98-2006 թվականների ընթացքում։ Հայաստանն առ այսօր ցավոք սրտի պետականորեն ոչինչ չկարողացավ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, որովհետև քայլ կատարել։ Ցենց երկրորդ նախագահն էր Փոշայանի ժամանակ ծպտուն չհանեց, բացարձակապես։ Այդ ժամանակ էլ Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ էր։ Ոչ մի անգամ այդ խնդիրը մեջտեղ չբերեց, ոչ մի անգամ Հայաստանը չդիմեց որևիցե միջնորդ պետության, որպեսզի դադարեցնեն եւ այդ վանդալիզմը։ Հայաստանն էլ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ, Ադրբեջանն էլ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությամբ պարտավոր է ցանկացած պետություն, ցանկացած ժողովրդի մշակութային արժեքները պահպանել, ուզում է լինել։ Ադրբեջանը ոչ թե միայն չի պահպանել, այլ հիմնահատակ ավերել է։ Իրավական տեսակետից Հայաստանը իրավասու է հիմա էլ որպեսզի դեմի ՅՈՒՆԵՍԿՕ-ին Ադրբեջանին հեռացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից, բայց չի անում։ Մենք գիտենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանի կողմից նախկին նախագահները, երկու նախագահները կաշառված էին եւ Հայաստանի երբեմն ասենք դիմումներին այդքան ուշադրություն չեն դարձնում։ Ինչ վերաբերում է այն հրատարակած աշխատանքների, մասնավորապես այս հատորին, պետք է ասել, որ որքան գիտեմ, որքան հիշում եմ, դա առ այսօր Երևանում, Հայաստանում այդպիսի ծավալով ոչ մի տարածաշրջանի վերաբերել, ասենք Սյունիք է, Լոռի է, չգիտեմ, Վայոց ձորը եւ այլն, նյութական եւ մշակութային հուշարձանները այս ծավալով փաստավավերական լուսանկարներով եւ 3 լեզվով չի հրատարակվել։ Սա կարելի է առաջին այդպիսի փաստաթուղթ համարել, բայց փաստը ես ուզում եմ ասել, որ սա այդքան հեշտությամբ չի եղել, որ հրատարակվեց։ Երևանում կա գրանցված Վան հասարակական կազմակերպությունը, որի գործունյա այդպես պատասխանատուներից մեկը Գագիկ Գերասիմի Մելիքյանն էր։ Այս եւ որ հուշարձաններն արդեն ավերվեցին Նախիջևանի տարածքում, արդեն փաստացի իմացանք այդ մասին, ես նախաձեռնեցի այդ վերնագրով Նախիջևանի նյութական հուշարձանները
հավաքել մեկտեղ։ Ասենք մեկ հուշարձանից վանքից եկեղեցի կամ գերեզմանատնից 10, 20, 30 լուսանկար ունեմ ձեռքից տակ, բայց հրատարակել եմ տարբեր երկրում 5, 6, 7 եւ այլն։ Նպատակն է որ բոլորը միասին ինչ որ կա արխիվային նյութերը բոլորը հրատարակել։ Եվ 2012 թվականին մենք հանդիպեցինք Գագիկ Մելիքյանի նախաձեռնությամբ իր կազմակերպությունում Երևանում ու առաջարկեց թե ինչ կարող ես Նախիջևանի վերաբերյալ, ասի ես արդեն սկսել եմ այսպես մի աշխատանք պատրաստելու, ողջավորեց, շատ լավ ես անում, արա մենք 3 լեզվով դա պատրաստենք հրատարակենք։ Բայց դե ծավալը դեռևս չգիտեի, բայց 2 հատոր կլիներ դա հաստատ գիտեի։ Բայց 2 տարի մոտարապես ես աշխատեցի, փաստորեն դարձավ 3 հատոր։ Ամեն մի հատորը այդ մեծ ծավալով, աչոց ֆորմատով 1000 էջի սահմաններում պլյուս մինուս ամեն հատորում զետեղվեց փաստավավերական լուսանկարներ, մոտավորապես 1000-ից 1200 լուսանկարներ։ Եվ 12 թվականից հետո 14-15 փնտրեցինք հովանավոր գտնել այս 3 հատորը հրատարակելու համար։ Ոչ Հայաստանի իշխանությունները, սկսած նախագահից, վարչապետներից, չգիտեմ, նախարարներից, ոչ մեկը ուշադրություն չդարձրեց։ Տպագրական իմիջիայլոց ասեմ, բոլոր հովանավորչական աշխատանքները, ֆինանսավորումը, այդ հատորների հրատարակչական աշխատանքների կատարման ֆինանսավորումը կատարել է Գագիկ Մելիքյանը։ Չգտանք։ Մենք հաշվարկեցինք Տեգրամից հրատարակությունում ամեն մի հատորը 3 հատոր, ամեն մեկ հատորին 7-ից 8-9 միլիոն դրամի ծախս է պահանջում գունավոր տպագրությունը։ Չերով անցավ երևս մի 2 տարի Գագիկ Մելիքյանը հորդորեց, խնդրեց, պահանջեց, կարելի այդպես էլ ասել, թե այդ 3 հատորը դարձնում մեկ հատորով ուծը կարողանանք տպագրել։ Սկզբում չէի համաձայնվում, ասացի իմ նպատակը մեկ հատոր կամ հերթական գիրք տպագրելը չէ, լրիվ նյութերը հրատարակելն է։ Բայց որոշ ժամանակ հետո պատկերացրեք էջադրված պատրաստի 3 լեզվով բազմաթիվ լուսանկարներ կրճատելով դարձեցին մեկ հատոր։ 1074 էջ։ 1600 փաստավավերական լուսանկարներով։ Դարձյալ չգտանք հովանավորներ։ Չգտանք, ես արդեն հույսս ասած կտրել եմ մի կողմերը, չէի մտածում այդ ուղղությամբ, բարեբախտաբար 24 թվականին ինձ ծանոթ սփյուռքահայերից, Կանադայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լոնդոնից, Լեհաստանից որոշ գումարներ ուղարկեցին, հավաքվեց 2 հոգի նաև Հայաստանից գեներալ-մայոր մեր հայրենակիցն է Լևոն Ստեփանյանը, գործարար Օնիկ Հարությունյանը, այդ գումարներով իհարկե հատորը հնարավոր չէր, 6 միլիոն չէր գումարը, իհարկե դա կեսի գումարներ, եւ մտածեցի լազերային տպագրությամբ գոնե հրապարակել, 24-ին հաջողվեց այդ գումարով ընդամենը 22-23 օրինակ լազերային տպագրությամբ հրատարակեցի։ Եվ որ Գագիկ այն ժամանակ Մոսկվայում էր, հետո Երևանում հանդիպեցինք, այդ մագրգրված օրինակերին նվիրեցի, մի քիչ պետք է ասեմ դժկամություն եղավ, թե ինչի ինձ չես ասել, գուցե ես էլ գումար ավելացնեի, մի քիչ ավելի շատ տպագրենք եւ այլ, ինչևէ, այդպես ստացվեց։ Ժամանակ մեր երբ արդեն բաժանվում ենք իրարից, Մելիքյանն ասաց, եթե ես գումար գտնեմ համաձայն կլինես, քո հեղինակությամբ նույն ձևով դիրքը հրատարակի։ Ասացի այո, եթե գտնեք արի։ Եվ 2024 թվականից մինչև այս տարվա մայիսի 24-ը մենք այլևս կապի մեջ չենք եղել։ Եվ մայիսի 24-ին հրաձայնում է զանգ է տալիս, թե գիտես գիրքը արդեն տպագրվում է։ Պարզապես հրճվանք ասեմ, զարմանք ասեմ, ուրախություն ասեմ, երևի պատկերացնում ենք դա։ Մենք հանդիպում ենք նույն օրը ժամը 2-ին, մինչև երեկոյան ժամը 9-ը զրուցում եւ այլ եւ այլ։ Եվ այսպես այս գիրքը արդեն տպագրվեց, շնորհանդեսն էլ ինքն էր կազմակերպել մշակութային կենտրոնում Արամ Կավառականների
Ես ասեմ, որ վերջի 10-15 տարվա մեջ ամեն տարի բազմաթիվ գրքեր եմ հրատարակել, օրինակ 24-ին 6 հատոր եմ հրատարակել, այս տարի սա երրորդ գիրքն է, նախորդ տարիներին դարձալ 2, 1, 3, 10-15 տարի կլինի, որ շնորհանդեսներով ես չեմ ներկայացնում, չեմ զբաղվում, եթե Գագիկ Մելիքյանի նախաձեռնությունը չներ, այս շնորհանդեսներ չլինի։ Մենք շնորհակալ ենք պարոն Մելիքյանին, շնորհակալություն ձեզ, պարոն Այվազյան, ցավոք սրտի մեր եթերաժամը սուղել մենք երկար չենք կարող զրուցել եւ կխնդրենք ձեզ բազմիցս գալ մեզ հյուր, որովհետեւ ձեզ հետ իսկապես շատ բան ենք խոսել եւ շատ հարցեր ունենք։ Խնդրեմ, դա հարկա։ Մեծ սիրով, շնորհակալ ենք շատ եւ ես վերջում ասել եմ հրապարակավ շնորհանդեսին, նաեւ Նորանտապանի ծավալուն հարցարություն, ուզում Գագիկ Մելիքյանին խորապես շնորհակալություն աղնել, երախտապար լինել եւ դա աստված, որպեսզի լինեն հայկական մշակույթի բնագավառի այդպիսի հովանավորներ ունենան։ Առաջաստած։ Շնորհակալ ենք շատ։ Մեր հյուրն էր պատմաբան, մատենագետ, հայագետ, նախիջենաբանագետ, լրագրող, մշակութաբան, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Արգամ Այվազյանը։ Ընդմիջվենք շատ արագ, որովհետև ունենք եւս մեկ հյուր, իսկ դուք մնացեք մեզ հետ։